Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Երևանից Գյումրի ճանապարհահատվածի սիմվոլիկ բացումը ապրիլի 19-ին է, այն լինելու է սիմվոլիկ ավտոերթով, տաղավարում է ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալը։ Պարոն Զուլալյան, ավտոշարասյունը մոտավորապես որքան ժամանակում կհասնի Երևանից Գյումրի։ Ենթադրում եմ, որ ավտոշարասյունը, քանի որ արդեն իսկ գրանցված մասնակիցների քանակը մեծ է, դանդաղ կանցնի ճանապարհահատվածով, հաշվի առնելով նաև անվտանգությունը, բայց կառուցված ճանապարհի թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է, իսկ հաշվարկային արագությունը 100 կմ/ժ։ Աշտարակից Գյումրի ընկած հատվածը կազմում է 84 կմ, այսինքն եթե հաշվարկենք մենք թույլատրելի արագությամբ մոտ 1 ժամ կտևի Աշտարակից մինչև Գյումրի հասնելը։ Նախկինում ինչքան էր տևում։ Զգալի ավելի երկար ժամանակ էր անհրաժեշտ։ Արագությունը մայրուղային ճանապարհներին նույն 90 կմ/ժ-ն էր, բայց հաշվի առնելով, որ նախկին ճանապարհը անցնում էր նաև համայնքներով, օրինակ Թալին համայնքում կամ հարակից համայնքներով, իսկ համայնքների ներսում, գիտեք, թույլատրելի արագությունը մինչև 60 կմ/ժ է, ինչը զգալիորեն դանդաղեցնում էր երթևեկությունը։ Բացի երթևեկության վրա ծախսվող ժամանակից, հյուսիսարավի Աշտարակ Գյումրի հատվածի կառուցմամբ զգալիորեն բարելավել է նաև ճանապարհի անվտանգությունը, ինչպես գիտեք, նախկին եւ ներկայիս կառուցված ճանապարհը եւ տեխնիկական կարգով եւ ճանապարհին անվտանգության պարամետրերով բավականին տարբեր ճանապարհներ են եւ տարբեր մոտեցումներ են կիրառվել։ Այդ չափանիշների մասին խոսենք, շատ ենք ասում միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհին չհասել է։ Աշտարակից Գյումրի ընկած հատվածը կառուցված է որպես առաջին տեխնիկական կարգի ճանապարհ։ Մենք ունենք 4 երթևեկելի գոտի, ամեն ուղղությամբ 2 երթևեկելի գոտի, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը 3.6 մետր է։ Բացի դրանից ճանապարհի վրա կա նաև 2 մետր լայնությամբ տեխնիկական կամ անվտանգության գոտի, որ նախատեսված է մեքենաների խափանման դեպքում կայանելու համար, ճանապարհի սպասարկման աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու համար։ Աշտարակից Գյումրի հատվածում զգալիորեն սահմանափակված են մուտքերը ճանապարհային անվտանգությունից ելնելով։ Եթե նախկին ճանապարհի վրա մենք ունենք ուղիղ մուտքեր դեպի համայնքներ կամ համայնքներից ելքեր դեպի հիմնական մայրուղի, նորակառույց ճանապարհի վրա արդեն մուտքերը դեպի համայնքներ կազմակերպված են հանգույցների միջոցով։ Ընդհանուր Աշտարակից մինչև Գյումրի հատվածում մենք ունենք 19 ճանապարհային հանգույց, որոնք ապահովում են անվտանգ, ամենակարևորն է, մուտքեր դեպի բոլոր համայնքներ, որոնք գտնվում են այդ ճանապարհահատվածի վրա։ Ճանապարհը միայն Աշտարակից Երևանից Գյումրի հասնելը չէ ենթադրում, այլ իր մեջ ներառում է նաև այսպես մի ամբողջ ցանց։ Բացի այն ծածկը, որը Երևանից մինչև Գյումրի այլ ինչ աշխատանքներ են իրականացվել։ Երբեմն դա նկատելի չէ, երբ որ ճանապարհով անցնում ես, բայց ինչպես ես նշեցի, օրինակ միայն 19 խոշոր հանգույց ունենք, որոնք մուտքեր են ապահովում դեպի համայնքներ։ Ունենք 10 կամրջային անցում, բացի հանգույցներից եւս 10 կամրջային անցում, որոնք նախատեսված են հիմնականում ճանապարհի մի կողմից մյուս անցնելու համար։ Սա հատկապես կարևոր է համայնքներին, Երևանից Գյումրի ուղղությամբ շատ համայնքներ տեղակայված են ճանապարհի աջ մասում, բայց համայնքներին պատկանող դաշտերը եւ արոտավայրերը գտնվում են կամ այգիները գտնվում են ձախ հատվածում, որպեսզի չթույլատրվի մեքենաների, հատկապես ծանրաքաշ մեքենաների ելքը դեպի հիմնական մայրուղի, նախատեսված են կամուրջներ, գյուղտեխնիկայի անցումներ։ Ընդհանուր ունենք, այսինքն դրանք անցնում են ճանապարհի տակ։ Այո, կամուրջային անցումները վերնանցումներ են, իսկ 10 հատ ընդհանուր ունենք այս հատվածի համար եւ ունենք 17 հատ գյուղտեխնիկայի անցում, որոնք գտնվում են ճանապարհի տակ եւ ճանապարհով երթևեկելիս դրանք տեսանելի չեն, բայց գոյություն ունեն։ Բոլոր համայնքներում նախատեսված են գյուղտեխնիկայի անցումներ, ինչպես նաեւ անասնանցումներ։ Աշխատանքի տեսանելիության մասին խոսեցիք, հա, երբեմն տեղամասերը մարդկանց աչքից հեռու են։ Ինչ բարդություններ հաղթահարեցիք այս ճանապարհը ի վերջո կառուցելու համար։ Ճանապարհի կառուցումը Աշտարակից Գյումրի իրականացվել է մի քանի փուլով։ Մենք այստեղ ունենք 4 կապալի պայմանագիր համապատասխան տեխնիկական հսկողությամբ։ Աշխատանքները սկսվել են բավական վաղուց, օրինակ Թալինից մինչև Գյումրի հատվածի աշխատանքները 15-16 թվականին են սկսել, բայց աշխատանքներին տեմպ է հաղորդվել սկսած 2020 թվականից։ Առաջին ճանապարհահատվածը, որը ավարտվեց եւ բացվեց երկկողմանի երթևեկության համար, դա Թալինից մինչև Լանջիկ հատվածն էր, 18.7 կիլոմետր, 2022 թվականի սեպտեմբերին դա բացվեց երթևեկության համար։ Հաջորդիվ բացվեց Լանջիկից մինչև Գյումրի հատվածը, իսկ Աշտարակից մինչև Թալին հատվածը, որը իրականացվում էր նույնպես երկու փուլով,
8 եւ 34 կիլոմետր արդեն ավարտական աշխատանքներն իրականացվեցին 2025 թվականի տարեվերջին 2025 թվականի տարեվերջից հիմնական ճանապարհը բաց էր Երկոմանի երթևեկության համար իր անվտանգության բոլոր էլեմենտներով Ինչպես գիտեք, մեր ճանապարհի վրա նախատեսված է բոլոր հանգույցներում նախատեսված է նաև լուսավորության համակարգ։ Լուսավորության համակարգը տեղադրված է։ Վերջին ամիսների ընթացքում մենք իրականացնում ենք դրանց միացումները սնուցման կետերին։ Այս աշխատանքները նույնպես մոտեցան իրենց ավարտին եւ շուտով նաև կգործարկվի լուսավորության համակարգը ամբողջությամբ աշտարակից մինչեւ Գյումրի հատվածի համար։ Հաշվի առնելով հանգույցները եւ հանգույցներով երթևեկության կազմակերպումը, լուսավորության համակարգը շատ կարեւոր է ճանապարհային անվտանգության տեսանկյունից։ Իսկ Գյումրիից հետո Գյումրիից հետո այս պահին մենք նախագծման աշխատանքներ ենք իրականացնում։ Գյումրիից հետո հյուսիս-հարավ ճանապարհի եւ ընդհանրապես մայրուղիների լոգիկայի սահմաններում աջ կողմից նախատեսված է շրջանցում եւ միացում գործող ճանապարհին Քեթի գյուղի հատվածում առաջնահերթությունը տրված է Գյումրիի շրջանցիկ ճանապարհին, որի նախագծման աշխատանքները ընթացքի մեջ են, հաջորդիվ արդեն կդիտարկվի Քեթից մինչեւ Վրաստանի սահման ճանապարհահատվածի իրականացման աշխատանքների հնարավորությունը։ Դա մոտավորապես քանի կիլոմետր է։ Գյումրիի շրջանցիկ ճանապարհը 23 կիլոմետր է, Քեթից մինչև Բավրա Վրաստանի սահման 37, ընդհանուր ճանապարհահատվածը ունի 60 կիլոմետր երկարություն։ Պարոն Զուլալյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն։